Պարոն նախագահ, թեև առիթ ունեցել եք հարցերի պատասխանել, այդուհանդերձ մենք մինչ գալիս ենք այստեղ դատականիստերի, պարզվում է խաղաղությունն էլ գալիս է Հայաստան, ռուսական ցորենի ու ղազախական ցորենի տեսքով։ Այս խաղաղության իրատեսականությունը ինչպես է գնահատում, եթե օրինակ Ալիևը որոշում է Սևանին հասնել եւ անվանել ինչ-որ ֆանտաստիկ անուններով։ Ես չեմ տեսնում խաղաղություն։ Պարոն նախագահ, այսօր Չեմ տեսնում, ուղղակի չեմ տեսնում։ Պարոն նախագահ, այսօր նախատեսված չէ ձեր գործող նիստը մանրամասնիկ ինչն է պատճառը, ինչու է նշանակում։ Կգնամ նիստիկ տեսնեմ։ Կարծում եմ Սպասելիությունը ինչով եք պայմանավորում։ Կիրառված խափանամիջոց բացակայելու արգելքը երկու գործով էլ վերացվել է եւ այժմ կարծես թե փորձում են նորից խափանամիջոց ընտրել։ ամենայն հավանականությամբ նիստը կլինի Պարոն նախագահ, նիստի առնչությամբ ինչ դիտարկում ունեք, ինչ էին ուզում ճշտել, ինչից էին վախեցել։ Ցույց տվեք բան չասեմ, էլի մեկ այլի գալու է։ Մի ուրիշ նիստ էլ կա, էլի։ Պարոն նախագահ, ուղղակի ասեմ, էլի այս պահին մենք ունենք տվյալներ, ըստ դատախազության, օպերատիվ տվյալներ են ստացել, որ դուք պատրաստում եք լքել Հայաստանը եւ չգալ։ Հիմա այդքանը գրել ենք, ձեր մեկնաբանությունը չունենք։ Բայց ի՞նչ մեկնաբանություն պետք է, այսինքն ձեզ թվում է, թե այս նման մարդով կարա փախչի։ Դա մեկնաբանություն է արդեն։ Դա մեկնաբանություն չէ, դուք ինքներդ պետք է իմ փոխարեն մեկնաբանեք։ Ես որտեղից եմ փախել, որ ստեղից փախնեմ։ Դրա համար ուզում եմ հասկանալ։ Ես ասեցի, որ նույնիսկ եթե ես վստահ եմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ փախել, իմ երկիրն է, այս իրանց երկիրը չէ։ Իմ երկիրն է։ Ես իմ երկրից ու պետք է փախչեմ։ Օպերատիվ տվյալներ էին ներկայացում, Ինչ օպերատիվ տվյալներ։ Այդ օպերատիվ տվյալներով ես արդեն փախած պետք է լինեի վաղուց։